Փոքրիկ Մարկը ձեռքերը որքան էլ լայն բացի մայրիկի սերը ցույց տալ չի կարող։ Ամպերից վեր ձգվող սերը արցախցի Էլմիրայի ընտանիքի հիմքն է։ 2023-ի բռնի տեղահանությունից հետո այժմ բնակվում են Գեղարքունիքի Ծովազարդ գյուղում։ Երևի մեր կյանքում այդպիսի դժվար օրեր չի եղել ու տա Աստված երևի ոչ մեկ էլ այդ օրերը չապրի, ինչ որ ապրել ենք մենք։ 3 օր ճանապարհ ենք եկել, բարի 2 ամսական է եղել ու մենք տնից դուրս գալուց չենք գիտակցում, որ ինչի միջով ենք անցնելու։ Դժոխքի ճամփով ենք անցել, ինչեւ որ հակարի կամուրջը անցել ենք։ Նոր դրանից հետո երևի մի քիչ հույս ենք ունեցել, որ փրկվեցինք։ Ինչպես բոլոր արցախցիների, մեր ընտանիքն էլ անկորուս չմնաց, պատերազմի ժամանակ կորցրեցի 2 հոպարի տղա, շատ մեծ դժվարությամբ, որ տուն կորցնելը, մեր համար այդ ունեցված կորցնելը, արդեն ոչինչ մեր աշկին չէր երևում, որովհետև մենք մի անգամ արդեն տուն կորցրել ենք 20 թվականին, Կաշաթաղի շրջանի մեր տունը, ու ապրում ենք Ստեփանակերտում։ Վաղ առավոտյան ծագող արևի հետ սկսում են աշխատել։ Ամուսինը շինարարությունում, ծնողները Էլմիրային օգնում են անասնապահության գործում, որ փոքրիկների խնամքի հետ ամեն բան կարողանա հասցնել։ Եթե օրը բացվում է, ուրեմն զգում ենք, որ կարող ենք աշխատել, պիտի ստեղծենք, փորձում ենք ոտքի կանգնել, որովհետև երևի կոտրված մնալով ոչինչի չենք հասնի։ Մի քիչ աշխատելը համել կօգնի, շուտ կկանգնենք ոտքի։ 26-ամյա Էլմիրան կայուն զարգացման հայկական հիմնադրամի խոցելի կանանց վերաինտեգրման ծրագրի շահառուներից է։ Հիմնադրամի աջակցությամբ ձեռք են բերել հորթեր, երինջ եւ խոս եկամտի աղբյուր ստեղծելու համար։ Կայուն զարգացման հիմնադրամի տված աջակցության միջոցով մեր մեջ հույս առաջացրեց, որ վաղվա օրը կարելի է ավելի լավը դարձնել ու աշխատելով մենք մեր այս փոքրիկ բիզնեսով մենք արդեն հույս ունենք ու մտադրություն ունենք, որ կշատացնենք անասունները, խոզի գոջիները կշատացնենք, հասկացանք, որ մենակ չենք ստեղ, օգնողներ միշտ էլ կան, կարևոր է այդ գումարը ճիշտ ծախսենք, նպատակին ծառայի ու հասկացանք, որ ավելի շատ մենք մենակ չենք ստեղ մեր ձեռքը բռնողները, մեր արցախցիների ցավով ապրողները շատերը կան, ովքեր որ դժվարին պահին, եթե ցանկություն ունենք մենք աշխատելու, դժվարին պահին իրանք մեզ մենակ չեն թողել։ Արցախում Էլմիրայի ընտանիքը զբաղվում էր անասնապահությամբ, հենց այդ պատճառով էլ ներկայացրեց այնպիսի բիզնես ծրագիր, որն արդեն ծանոթ էր իրեն։ Մասնակցեց հիմնադրամի կազմակերպած բիզնես դասընթացին, գրեց նախագիծը ու ստացավ աջակցությունը։ Այստեղ խոզուկների համար ենք ճաղավանդակներ սարքել, թին ճաղավանդակները հանել ենք ու պատից սիրուն հավաքել ենք։ Ուզում ենք մայր խոզերը շատացնենք։ 6 հատ ենք սարքել։ Պլանները մենակ կենդանիների հետ են կապված, ուզում ենք ուրիշ ծրագրերի միջոցով, եթե հնարավոր լինի ավելացնենք կենդանիները։ Դեռ էրինջը ձակ չունի, դեռ էրինջից կաթ չենք ստանում, բայց շուտով կստանանք, էրինջը Հոլշտեյն սորթի էրինջա, ինքը տարեկան 4500 լիտր ամենակիչը կաթ է տալիս։ Կաթի վաճառքից կսկսենք, հետո արդեն մի քիչ կայունանալուց հետո արդեն պանրի վաճառք կկատարենք։ Էլմիրան ավարտել է Արցախի պետական համալսարանը, առաջիկայում ցանկանում է աշխատանքի անցնել դպրոցում, իր մասնագիտությամբ մաթեմատիկայի ուսուցչուհի է։ Մենք այստեղ մտնելուց առաջին օրվանից էլ աշխատում ենք, ոչ մեկ էլ պարտավոր չի քեզ օգնի, որ դու ապրես, որովհետև եւ ես եւ օգնություն ումից որ պիտի խնդրեմ, ունենք եւ երկուսս էլ ունենք, 2 ձեռք, 2 ոտք, առողջ խելացի մարդիկ ենք, ինչու օգնություն խնդրել, եթե կարելի է աշխատել։ Ուղղակի մի քիչ պիտի ցանկություն ունենաս։ Եթե չաշխատես դու, այն չաշխատող մարդու ուղեղը շատ քիչ է մտածում, շատ նեղ է մտածում, իսկ այդ մեր երկրի համար պետք չի։ Այն աշխատող մարդը, շինարար մարդը ինքը մի բանով կարա օգնի պետությանը, ուսուցիչը մեկ բանով, անասնապահը մեկ բանով, գուցե մեր դեպքում մենք օրինակ ծառայենք մնացած արցախցիներին, որ հնարավոր է թեկուզ անասուն պահելով մի քանի տարի հետո հասնել ինչ-որ մի մեծ բանի, մենակ ինձ թվում է աշխատելով։
Բարի գալուստ Ասրյանների հյուրընկալ տուն։ Մեծ պատասխանատվությամբ եւ վաղվա օրվա մեծ հավատով իր օրն է սկսում նաեւ արցախցի Լիաննան։ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում Լիաննան զբաղվում է թռչնաբուծությամբ։ Տիպա։ Այս աղացած կուկուրուզա։ Նանովալա, որ միսը յուղոտվում է, ավելի լավ ալինում։ Հաճախորդ կա, որ ինքը ուզում է, որ յուղոտ լինի միսը։ Ցորեն էլ եք տալիս, գարի էլ, մեկ էլ կուկուրուզը, բայց ավելի շատը կուկուրուզն է իրենց, որ յուղայնություն ավելի շատ է լինում։ Այն դժվարություններն ու փորձությունները, որոնց միջով անցել է Լիաննան 4 երեխաների ու ամուսնու հետ, փորձում է չհիշել։ Արցախի կարոտը խեղդում է աշխատանքի մեջ։ Տավուշի մարզը բնությունը Արցախի բնության նման է, կլիման էլ է նման, երևի դրա համար շատը էստեղ մնացալ, թե չէ, որ իշտեղ ամեն տեղ լավ է Հայաստանում, բայց դե ավելի լավ կնե, որ մենք մեր տներն մնայինք։ Արցախ կա, մեր սրտերում Արցախը միշտ է լինելու է։ Ուղղակի պետք է մենք ստեղ աշխատենք, արարենք, ստեղծենք, մտածելով, որ Արցախում ենք։ Ամուսինը գյուղի ձիերի խնամքով է զբաղվում, Լիաննան էլ թռչնապահությամբ, Արցախում էլ զբաղվել են գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ։ Այսօրվա մեր հավերի ածած ձունը։ Այս որ մի քիչ շոկ է, իրանք ձուն քիչացնում են, քիչ են ածում։ Բայց դե էլի մեզ հերիքում է։ Կայուն զարգացման հայկական հիմնադրամը նաև Լիաննայի կողքին էր տրամադրված աջակցությամբ գնել է հավեր ու աքլոր։ Հիմա թռչնամսով է ապահովում տարածքի ռեստորաններին ու տեղի բնակիչներին։ Կայուն զարգացման հայկական հիմնադրամը առաջին հենց մոբիլ բիզնեսը սկսալանք իրանց հովանավորությամբ։ Իրանք առաջինը ձեռք մեկնալ մեզ։ Բանը շատ բան փոխեց մեր կյանքում, այն որ զբաղվածություն կար արդեն, որ մի քիչ առօրյայից կտրում ես զբաղվածությունը կա արդեն մոռանում ես։ Փոխություն բերեց, տունը եկամուտ է մոտնում արդեն, թեկուզ թեթև քիչ է, բայց էլի կա։ Քան որ կարամ առօրյա հոգսերի հոգամ։ Բոլոր դժվարությունները հաղթահարել էին, երբ կան նպատակ։ Լիաննան իր 4 երեխաների համար հիմա փորձում է ստեղծել պայմաններ, որ կրթություն ստանան ու հայրենիքի համար կարևոր մարդիկ դառնան։ Իմ օրինակը աշխատանքն է, իմ օրինակը ես չեմ կարող ասեմ, տենց կարող մարդ կա իր օրինակ ավելի ինձ լավ է, բայց ես այս ձևում ապրում, աշխատելով, որ կարողանամ երեխեքից գոնե ամենօրյա հոգսերի ծախսերը հոգամ։ Կայուն զարգացման հայկական հիմնադրամը այս նախագիծը իրականացնում է Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամի եւ Սոցիալական օգնության հայկական միության հետ։ 2022-ից 2025 թվականներին խոցելի կանանց վերաինտեգրման ծրագրի շրջանակում հիմնադրամը բիզնես աջակցություն է ցուցաբերել պատերազմի հետևանքով տուժած հարյուրավոր կանանց եւ նրանց ընտանիքներին։ Կեսից ավելին եղել են Արցախից բռնի տեղահանված կանայք։ 2022-ից 2025 թվականների ընթացքում հիմնվել է 100-ից ավելի փոքր ձեռնարկություն եւ կազմակերպվել 100-ից ավելի մասնագիտական կրթության դասընթաց բիզնես գաղափարները հիմնական գործ դարձնելու համար։ Միայն 2024-ին Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամի եւ Սոցիալական օգնության միության աջակցությամբ ստեղծվել է 25 փոքր ձեռնարկատիրություն եւ ֆինանսավորվել 21 մասնագիտական դասընթաց։ Այս ծրագրերին զուգահեռ կազմակերպվել են նաեւ թվային գրագիտության եւ արհեստական բանականության դասընթացներ ավելի քան 200 կին շահառուների համար։